Հարգելի գործընկերներ, պաշտոններ, որ երբ գնում Արցախում, եթե ես չեմ սխալվում, ես կարգավիճակ չփոխեմ։ Պաշտոնյան շարունակում է համարել լինել այդ պաշտոնյան, ուղղակի ինքը այդ փուլում գտնվում է Արցախի։ Ես պիտի ընթերցեմ ընտրական օրենսգրքի հանրային ծառայության մեջ գտնվող պատկանելի թեկնածուները, այս 90 հոդվածի երկրորդ մասի երկրորդ բարբերություն է։ 91-րդ հոդված, երկրորդ մաս, երկրորդ բարբերություն։ Հանրային ծառայության մեջ գտնվող պատկանելի թեկնածուները բացառությամբ հանրապետության նախագահի, ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների Սյուն օրենսգրքի սահմանված նախընտրական կառավարության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատում են իրենց ծառայական պարտականությունները կատարելուց։ Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունը աշխատանքից համարվում է հարգելի առանց վարձատրության պահպանության։ Այսինքն այս ձևակերպ ակնհայտ է, որ օրինակ վարչապետը եւ կառավարության անդամները անդամներ կարող են շարունակել պաշտոնվարել, բայց ըստ էության եթե շարունակեն պաշտոնվարել, ովքեր շարունակեն պաշտոնվարել, իրենք աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու իրավունք չեն ունենա։ Ավելին, այստեղ մի քիչ կարծում եմ նաև աշխատանքից հետո էլ մի քիչ կառավարության անդամների դեպքում այս խնդիրը օրինակ աշխատանքից հետո, որտեղ երբեմն իրենք կարող են սովորական պայմաններում 18:00 չսահմանափակվի իրենց աշխատանքային օրը։ Ու այն հանգամանքը, որ ովքեր որ պատրաստում են օրինակ քարոզությամբ զբաղվել, իրենք արձակուրդ են մեկնում, դա դի ոչ չունեն, ակի այսպես ասենք, որ ապրեք, որովհետև հակառակ դեպքում անընդհատ այդ խնդիրը գալու է, այ ասենք 18:00-ից հետո անդադ կարող այդ խնդիրը գա եւ չէ, այս դեպքում շատ սա ինչ եմ ասում, այո, օրինակ վարչապետը պետական պահպանության ներքո գտնվող պաշտոններ է, բայց նախարարները, եթե չգիտեմ, չորահազի նախարարներ հատուկ վարչապետի հրամանով չեն գտնվում, որոշման չեն գտնվում պետական պահպանության ներքո, իրենք ստացվում է, որ օրինակ արձակուրդում գտնվելուց չէ, ասում են, որ ծառայական ժամերից դուրս, իրենք օրինակ իրենց ծառայական ավտոմեքենաները չեն կարող օգտագործել։ Իրենք պիտի քարոզարշավը գնան, իրենց մեքենայով կամ չգիտեմ, այդ տարբերակ հա ավտոբուսով չգիտեմ, նկատում եմ ծառայական մեքենան չեն կարող օգտագործել։ Իրենք ծառայական մեքենան կարող են օգտագործել բացառապես իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու նպատակով։